Շոումեն և հանդիսավար Արամ Մելիքյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել, դրա մանրամասներով Արամը կիսվում է նաև սոցիալական հարթակներում, որտեղ էլ օրեր առաջ հայտնել է, որ կնոջ Լիլիթի և փոքր որդու Տիգրանի հետ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հենց էնտեղից էլ ժամեր առաջ Արամ Մելիքյանը սոցիալական հարթակներում հայտարարություն է տարածել, օգնություն խնդրելով մի աղջկա համար, նա գրել էր հետևյալը. Ուրեմն վստահ եմ, որ այս տեսանյութը վաղը կջնջվի, որովհետև վաղն ամբողջ գումարը հավաքված կլինի։ Ես նմանատիպ տեսանյութեր շատ քիչ եմ մեզ մոտ տեղադրում, բայց այս դեպքն իրական է, ինձ իմ ընկերն է խնդրել, ու աղջնակի ընտանիքը ընդհանրապես հնարավորություն չունի։ Ես ու իմ ընտանիքն իհարկե միանում ենք աջակցմանը, ֆինանսապես, ու եթե դուք ցանկանում եք միանալ մեզ, զանգահարեք այս համարով, իմ լավ ընկերն է, ինքը ամեն ինչով կկազմակերպի ու կօգնի ձեզ, Սիլվա, 77 55 45 33 18 նշված էր հայտարարության մեջ։ Մենք եւս առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Ես ունեմ ձեր օգնության կարիքը, ես 23 տարեկան եմ, ոտքս սայտակել եմ, մեջքի վրա ընկել եմ, ստացել եմ 4 տեսակի վնասվածք։ Խնդրում եմ ձեզ, բոլոր բլոգերներին, բոլոր դերասաններին, խնդրում եմ բոլորին, եթե կարող եք չնչին լումայով օգնեք, ձեր կողմից չնչին որևէ բան, դրամական միջոց, որ կարող եք օգնել, խնդրում եմ օգնեք, դրամահավաքը լինի, ես ներկայացնում եմ իմ հիվանդանոցի թղթերը այս պահին, սայա, և ձեզ այս վիդեոից հետո կից կներկայացնեմ նաև իմ ողնաշերի կոտրված վիդեոներ, որտեղ երևում է հստակ իմ կատեի պատասխանները, ողնաշերի կոտրվածքը, շատ կխնդրեմ, թեկուզ եթե ոչինչով է չկարողանաք, գոնե տարածեք, ես ձեր օգնության կարիք ունեմ, շատ եմ խնդրում օգնեք, որպեսզի կարողանամ նորից քայլել, նորից լիարժեք ապրել։ Շնորհակալ կլինեմ, շնորհակալ եմ էլի անչափ ամենաարձագանքի համար, վիդեոյի տակ հեռախոսահամարը կթողվի, կարող եք ինքներդ զանգահարել, գալ, տեսնել, շնորհակալ կլինեմ հնարավորինս շուտ արձագանքի համար։ Ուրեմն գիտեք, որ հիմա Միացյալ Նահանգներում ենք մենք ընտանիքով, այս պահին մեզ մոտ 4-5 լուսաբաց չենք կարող քնենք, մեր երեխան ջեթլագ է, մի հատ ուզում եմ այս վիդեոն անցյալ տեսանյութ եմ գցել մի հատ աղջկա հետ կապված, ուրեմն նայեք, մենք ինչի հաճախ չենք գցում նմանատիպ վիդեոներ, որովհետև մենք դիրքավորված չենք, որպես այդպեսին, որ մենք օրինակ բարեգործական ընկերություն ենք, որ կարողանանք բոլորին աջակցել, ու ստացվում է, որ ես պետք է ընտրեմ, ումը գցեմ, ումը չգցեմ, որը մի քիչ նեղվելու է, էլի, որ դու ընտրում ես, ու իրականում դա մենք հիմնականում գցում ենք նենց տեսանյութեր կարիքի դեպքում, որ ճանաչում ենք։ Սա ինչի համար եմ ասում, որովհետև հաճախ մեզ ոնց որ ուղարկում են, որ տարածենք, չեմ տարածում, որովհետև ոնց որ ես եթե տարածում եմ, դի մաս կազմեմ, օրինակ ես աղջկան, ես անձամբ չեմ ճանաչում, բայց գիտեմ իրական դեպքը, երեխան ծովենք էլա ու քայլել է 50-50 է, ու պարզա որ եթե տեսնում ենք կարիքը, մենք եթե հնարավորություն ունենք, օգնում ենք, այո, այս դեպքում մենք էլ ենք պարտադիր աջակցելու, ովքեր որ ուզում են միացեք մեզ։ Հավելենք նաև, որ մինչև Տիգրանի ծնունդը Արամ Մելիքյանն ու նրա կինը Լիլիթը հաճախ իրենց սոցիալական էջերում և ինչու ոչ հարցազրույցների ժամանակ պատմում էին իրենց երկու աղջիկների որդեգրման մասին։ Այդ ընթացքում Բրավո FM-ը զրուցել է Մելիքյանների ընտանիքի հետ, Արամի և Լիլիթի։ Լրագրողի առաջին հարցն այսպիսինն էր. Ինչպես են սովորաբար սկսվում ձեր առավոտները։ Արամ. Զարթուցիչների նվագախմբով, երեքինն էլ հերթով զնգում է։ Մոտ 25 անգամ ստելիկինն է հնչում։ Լիլիթը պատասխանել էր. Ժամը 6:50-ից դնում է, որ ժամը 7:30-ին արթնանա։ Լիլոյի հետ առավոտյան շուտ արթնանում ենք, նշել էր Արամն ու հավելել. միասին սրճում և զրուցում մինչև բոլորը պատրաստվում են ու գնում դասի։ Անրին պատասխանել է. Ուրարտու ակումբում ֆուտբոլ են պարապում։ Այս ամիս նշվում էր ընտանիքի միջազգային օրը։ Ինչ է այն առաջին հերթին նշանակում ձեզ համար։ Սկզբում պատասխանեց հաղորդավարը. Եկեղեցում ասել եմ Տեր եմ, ես լուրջ եմ վերաբերվում խոսքիս։ Ընտանիքում ամենակարևորը պատասխանատվությունն ու հոգատարությունն է միմյանց նկատմամբ, ինչն էլ իմ հերթին անում եմ։ Լինում են դեպքեր, երբ Լիլոն է տեր, իսկ ես հնազանդ եմ դառնում։ Տերերը երբեմն փոխվում են։ Լիլիթը պատասխանել է. Այդ երբ է լինում։ Մեկ-մեկ, ծիծաղով պատասխանել էր Արամ Մելիքյանը։
Լիլիթը շարունակել էր. Ինձ համար էլ ընտանիքը ջերմ տեղ է, ուր ուզում ես միշտ վերադառնալ։ Ընտանիքում կարևոր են մթնոլորտը, հոգատարությունը, վստահությունն ու իհարկե սերը։ Արամ, վերջերս տարեդարձս էր, ու միասին գնացել էինք Դիլիջանում նշելու։ Բոլորով ինձ նվեր էին արել, այդ ընթացքում վայելել ենք Անրիի անսպառ էներգիան, մեզ լիովին քամել է։ Իրականում ամեն ինչ շատ լավ է անցել, նշել էր նա։ Ձեր ընտանիքում վերջերս համալրում է եղել, աղջիկներ եք որդեգրել։ Ինչ զգացողություն է, երբ ընտանիքն ավելի մեծ է դառնում։ Հարցին սկզբում պատասխանեց Արամը։ Տան մեջ կիսատաբատով էլ չեմ կարողանում քայլել, շատ հաճելի է։ Առաջ առանց Անրիի չէինք կարողանում, իսկ աղջիկներն ավելի լեցուն են դարձրել մեր կյանքը։ Երբ Ստելան ինձ գրկում է, հայրական այլ զգացողություն է, արդեն սովորել է, որ առանց ասելու էլ պետք է գրկի։ Լիլիթը հավելեց. Ինձ էլ դուր է գալիս, որ երեկոյան հավաքվելիս կամ հաց ուտելիս շատ ենք լինում։ Աղբն է շատացել, միայն դա սրտովս չի, նշել էր Արամը։ Լիլիթը պատասխանել էր. Պատասխանատվությունն է շատացել։ Հիմա Անրիից բացի մտածում եմ նաև Ստելիկի եւ Էլիզի մասին, բայց դա էլ իր լավ կողմերը ունի։ Զրույցի ընթացքում անկեղծացել էին Արամն ու Լիլիթը, իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել է նաև մի քանի տեսանյութ, փոքրիկ Տիգրանի մասնակցությամբ։ Ալաջյանինք, ասա չեմ սիրել շուխուրը տեր, ասա հլը։ Դիք Հայաստանում ապրենք, Հայաստանից գնանք։ Նասա, մնանք Հայաստանում, չէ։ Իսկ դու դիք ընդհանրապես ինչ ես մտածում, լավ լինելու դար չեմ ես։ Հաստատ, տենց ես մտածում։ Ապրին տրեն, արմար է, պապայի դոշի վրա։ Ջոն, տեսար Կոսովոն ոնց հայերին կրեց դիք, ջարդեց հայերին։ Նույնը խնդալ է, բա ինչ։ Ana շատ խտալի է։ Շատ խտալի է։ Չի մամա դու Պապա դա, պապա դա։